Մենք գիտենք ժամանակ ավելի շատ ենք պատմության մեր ամեն ինչի մասով քանս է 30 տարի եւ ավել Ռոբերտա Սերժական ժամանակը այսօրվա օրով թուրքը 30 տարի որ հայը իսկ ելեք երտանք ցանկացած թուրքի հարց տանք իրան ապու պապի պատմությունը կսե որտեղ իրանց ապու պապիներս իրանց ապու պապի պատմությունը ամենը 100 տարի Որտեղ թուրքը 30 տարի մենք որ պարում ենք, քոչարի ենք պարում, ուրախացել ենք, որ միած կարել ենք, ինքը 30 տարի ասաբար այս չանեմ, այսպես չի, 30 տարի ինքը իր երեխեքին կրթեց, են որ են Մոսկվայում է, դուք չեք պատկասում է թուրքեր ինչ էին Մոսկվայում, որ բոժը մոյ էտ ինչ ուժս էին դրանք, էտ ինչ ռուսերեն ԱՈԲ չգիտեին խոսալ, մեկ է, այսօրվա օրով իրանց երեխեքը ռուսերեն են խոսում, ունիվերսիտետներն են սովորում ու հələ մետ էլ հայերի իստորիա են սովորցին իրանց երեխեքը, որտեվ իրանք Почему-то մեր խելքը առան իրանք, ոչ թե իսկ մեկ դառը ոչ խաշ То есть мы 30 лет были победителями, нам это хватит. Все, давайте, ура, все. 30 տարի պարեցինք։ Իսկ ինքը ասավ չէ, չի լինի, ոնց պետք է։ Մենք էլ իրանց նման 30 տարի պետք է կատաղենք։ Դրա համար սրսկեցինք խոսքա մի բան ասի։ Կատաղության դեմ սրսկեցին Դու այսօրվա դրությամբ վաղվա օր չունիս, դու 30 տարվա մասով ինչ կխոսաս։ Քու պետականությունը Ընդամենը օրերի, շաբաթների, ամիսների հարց է մնացել, քու պետականությունը իսպար կործանվել է։ Այս կաբուդ երկինքը կրված տղերքի շնորհիվ է թո պավե։ Իսկ այսօրվա դրությամբ քու ջերմուգիտ ամբողջ պաշտպանական դիշկերը թուրքի վերահսկողության տակ է քու բարեկդ քու ոստիկանդ գրաստեղ մետ 20-30 կամ 3-400 հոգու քաղաքացու վրա գա ուշք իրար։ Ոչ ինչ այնք ուզում անի։ Ինչ ազուզ բայց էլ տա բրցնենք հա։ Էսի չէ։ Բա ինչա մնացե որ տա։ Հիմա գալիս ենք ընդհանուր են որ ասում ձուկը գլխից է հետած։ Նպատակը որ հարցրի նպատակը ինչ է։ Էսի սարքում է Երևանը գազանանոցի պես իրանց նպատակը է դա։ Սարքեն գազանանոցի պես մի տեղ Ես ով ում կարան տեղավոր Աբես, հա, որ հետո ասենք գազանանոցի պես ցույց տան, ասենք տեսեք, ստե հայրել են մնացել 30 տարի հնդիկների նման, ինդիեցների նման, քացեր ռեզերվացիա 30 տարի 94 թվականից հետո, երբ որ արդեն Ղարաբաղում ձևավորվավ կոնկրետ բանակ, պետություն, սահմանադրական երկիր 30 տարի Ղարաբաղը սարքին ամբողջապես Սարքին Ստեփանակերտը որպես քաղաք, որ քաղաքն որ հաստատ Երևանը լմե 5 տարի էլ պետք է որ սարքեն դարձուն Ստեփանակերտ։ Մեկ գրիչի հարվածով, գեղեցիկ մի քանի կրագոցով, այսօր Ադրբեջանին նվիրեցին։ Մեր 30 տարի մեր պետական բյուջեի, մեր հայ ազգի ժողովրդի քրտնաջան աշխատանքը լցին Ստեփանակերտ ու Ղարաբաղ, նվիրաբերեցին Ադրբեջանին։ Ինչ է Երևանի նվիրաբերությունը։ Շատ լուրջ խնդրեմ է։ Քան որ չկա ազգի համախմբվածություն, բոլոր ուղղություններով էլ նվիրատվություններ իրականացվելու է։ Գործառույթ են իրականացնում, պետականությունը հանձնել այլ թշնամի երկրի։ Այս տարածքը իրանց պետք է։ Քան որ այսօր ժողովուրդ չկա, չի դուրս գա իրան իրավունքները պահելու համար, իրան պետական սահմանները պահելու, իրան երեխեքին պահելու համար։ Ինչ կուզեք դուք ավելին։ То есть աշխարհը աչքերը դիփագես անում։ Ոնց աշխարհը թափում է 30 տարի է քո աշխարհը։ Ու տանդ խնդիրի տերը դու ես աշխարհը քեզ ինչ դեն։ Աշխարհին բանի տեղ չես դնում, ինի քեզ ինչ բան։ Քիք ու կարծիքով դուք սերբերին էիք ասում։ Երբ որ իրանց պետք է լավ մի ժամվա մեջ սերբերի հարցը լուծեց, ինչ է ասին ամեն մեկը։ Ջնջեց սերբի։ Բայց 30 տարի է քո ասած աշխարհը չի կարող մի հատ Ղարաբաղի կարգավիճակ որոշի։ Հաշվան տան մեր ազատամարտիկները 30 տարի պետությունից հանգանակված գումարներով իրանք չկրծան իրանց տները պահեն։ 30 տարի, բայց 30 տարի
Իրանք այդ իրանց ազատամարտիկներին հաղթանակ տված ազատամարտիկների չպային Ղարաբաղը շինին տվին Ադրբեջանին։ Այսօր այդ ազատամարտիկ ընտանիքները, որը դինց հետո սպանվավ, չկրծավ դիմանար, բուժ հաստատությունները լիարժեք այդ մարդկանց տեր չկայնան, նույնը 20 թվականի պատերազմից հետո նույն հաշիվանդամները դառան, նույն խնդիրներ ունեցող քաղաքացիները դառան, այսօրվա իշխանությունը այդ մարդկանց էլ անտեսեց զրոյացրավ։ Այսօր ինչ է Սերմանը մեր իշխանությունները, 30 տարի եւ Նիկոլի իշխանությունը, ով որ կրվել է ազգի թշնամին է, ով որ կրվել է իրան խնդիրներով պայմանավորված, պիտի իրան տունը մնա մենակ իրան հոգսով խնդիրով ու սպես ասած հիասթափվի այս պետությունից, որբիսի իրան հարևանն տեսնելով, որ այս մարդը գնաց կրվավ, ինչ տվեցին իրան, որ երկուս կռիվեղն ես էշտամ կրվիմ, մեր հայրենասիրական ոգին կոդրին, ես որ համարել, ստեղ ժողովուրդը չի գիտակցում, որ այդ հայրենասիրական ոգին պիտի ձևավորվի, մեկ անձի շուրջ, որին ես կտեսնիմ, որ ես պային Կարենն է, ով որ ճամպա է անցած, ով որ հայրենասեր տղա է, ու պիտի համախմբումը եղնի այս մարդու անձի շուրջ, որովհետև այս մարդը ոչ ներկա է, ոչ անցյալ, այս մարդը ապագա կխոստանա այս պետությանը, սահման կխոստանա, պետականություն կխոստանա, ու ցավոք ժողովրդի համախմբում չկա այս պահը, մինչև այս պահը։ Բա ինչի չկասեցեց այդ համախմբումը։ Համախմբումը չկա նրա համար, որովհետև համախմբման մասով համախմբման կուսակցությունները ստեղծել են իրենց համար ազգին պարակտել են, այդ դրա համար չկա։ Բայց ոչինչ ըստվաս համախմբման մասը մինչ օրս տեղի ունեցած 20 թվականից մինչ օրս տեղի ունեցած հավաքները բազմաթիվ անձանցով է պայմանավորված եղել, բազմաթիվ անձանցով, նույնիսկ անգամ կառավարության դիմաց, այն քանագի պայքարող պահանջող ժողովուրդ են եղել, որ ժողովրդին հուսախապ են եղել, բոլոր կուսակցական, նույնիսկ անգամ եկեղեցիական կողմից առաջնորդվող ժողովրդական շարժումը տարավ ձախողման, թույլ չտվավ հավաքված 60, 70, 100, 150 հազար քաղաքացին աներ այն, ինչ որ պետք է աներ։ Առաջ ժամանակ էլ երբ որ վերցվեց կառավարության շենքը, խորհրդարանի շենքը գներեք, ասեցին թողեք գնանք, մեզ պետք է դարդակ աթոռները, մեզ պետք է դարդակ շինությունները։ Դրանից հետո ժողովուրդը հիասթափավ, չի կարողանում իր միտքը իմի բերել հասկանալ, որ այս պայքարը նախորդ պայքարներից տարբերվում է, որտեղ այս պայքարի առաջնորդը առաջնահերթություն է տվել, իր կյանքը վտանգելով, իր պետության ժողովրդի համար ծառայություն մատուցել, որպես կրված տղա ինքը չի կարող հուսախապ անել մեզ։ Իսկ ով եղե Նիկոլը, լրագրող, ինքը չէր կարող լրագրողական դաշտից ռազմական, ռազմական գործողություններ վարել է սերգրում, գիտելիքներ ունենալ տնտեսության անգումը վերականգնելու նկատառումները, հասկանար ստապ դադեր եւ հասկանար, որ այս ազգին պետք է կոնկրետ ծրագրեր, որ կարողանար փրկել թե բանակը, թե ազգին, թե ժողովրդին։ Տարավ երկիրը իսպար կորզանման։ Հուսախապ են ժողովուրդը, չեն կարող ոտքի ելնել, չեն վստահում հեշմեգին, վստահություն իսպար խլվել է ժողովրդից, բայց մենք ստեղ գտնվելով, այդ վստահությունը ժողովրդին մենք միանշանակ տալու ենք, ժողովուրդը հավաքվելու է ստեղ, կարճ ժամանակ հետո, ոնց եք ժողովրդի վստահությունը շահելու։ Ժողովրդի վստահությունը մենք կարող ենք շահել մի պայմանով, որ ստեղ գտնվող յուրաքանչյուր քաղաքացին չի պատկանում ոչ անցյալ իշխանություններին, ոչ էլ ներկայիս իշխանությանը, այլ կոնկրետ հայրենասեր տղերք են, ովքեր այս հայրենիքի համար անելիք ունեն վաղվա օրը։ Դա մեր վստահությունն է, որ պետք է տեղի ունենա, ժողովուրդը լսելով, տեսնելով, պետք է համախմբվեն ամբողջապես։ Ես կոչ եմ եղում մեր ոստիկանությանը։ 20 թվականին, երբ որ արդեն Ստեփանակերտ քաղաքը գործուն էր որպես քաղաք, եւ ժողովուրդը ոտքի էին ելել դուրս, ոստիկանությունը ծառայություն էր մատուցում իշա իրենց կառավարության որոշումներին։ Ուր են հիմա Ղարաբաղի ոստիկանները։
Ժողովրդին չեն թույլ տալիս իրենց պահանջով պայքարով դուրս գալ փողոց, ճնշում էին, ձերբակալում էին, տանում էին, եւ ինչ տեղի ունեցավ, մեկ գրիչի հարվածով Ղարաբաղ չկա, Ղարաբաղցին արդեն այսօր Հայաստանում է, սոս խնդիրով նստած պահանջ է ներկայացնում, 40 պելուս տրամական միջոցներ ապահովեք, մի քիչ էլ ավել, սոցիալական խնդիրով են այստեղ նստած։ Իսկ իրանց սրբությունները այսօր Ղարաբաղում, իրենց ննջեցյալները, իրենց չհողարգավորված դեռ ննջեցյալների, օսկորները Գետնին է թափած, իրենք չեն կարող գնալ հողարգավորել։ Ուր են հասել Ղարաբաղցուն, որ գա այսօր սոցիալական խնդիրի պայքար տանի, որ երեխեն սովի չմատնվի։ Ինչ դիշկորոշում տվեց իրենց ոստիկանները։ Թույլ տվեց, որ ժողովուրդը ոտքի չկանգներ, ճնշում գործադրվեց եւ ժողովրդին մեկ գրիչի հարվածով հանին Ղարաբաղից դուրս։ Հանին Ղարաբաղից դուրս։ Այդ բդանքը այսօր մեր ուսերին է, մեր բոլոր հայ ազգի ուսերին է այդ բդանքը։ Մեր այդ բդանքի տակ ենք մենք բոլորս միասին։ Սա սոս պահանջ չէ։ Սա հայրենասիրական պահանջ է, հայրենիքի վտանգի դեմը կանխելու պահանջ է։ Պետք է քաղաքացիները հասկանան, յուրաքանչյուր հայ քաղաքացին, որ մտնում է իր կնոջ անկողինը, պետք է կինը ձենտատ է գնա, ելի քու երեխու համար են ել այդ անձինք, դու է միացի, իսկ եթե չի լինի այդ միացումը, ուրեմն սա վերջի պայքարն է լինելու, Նիկոլ անելու է այն, Ինչոյի համար, որ եկել է և հասնելու է իր նպատակին։ Ես այսքանով ավարտում եմ։ Նպատակը հայաթափել, Հայաստանը նվիրել։ Նպատակը ես հիմնավորեմ, որն է նպատակը։ Գներեք, որն է նպատակը։ 20 թվականի պատերազմի ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանը այդ նպատակ չուներ Հայաստանի Հանրապետությունը ևս ձախողման տանելու էր նվիրաբերելու։ Ինքը միանշանակ իր տեխնայությունը չէր նախընտրել, իր տեխնայությամբ հանդերձ չէր գալու։ Եվ այն քարոզչական մեքենան, որ ինքը աշխատում էր, մանդատ տվեք ինձ, չգիտեմ մուրջ տվեք ինձ, ես երկաթը մուրջով եմ գալիս, չգիտեմ ինչով եմ գալիս։ Այդ պետք է հայի գլխին չխփեր, այդ պետք է Ալիևի գլխին խփած լիներ մինչ այսօր։ 26 թվին արդեն լրանում է իրեն պաշտոնակատարման ժամանակը։ Ինք իրեն խոստումը չի կատարե, մուրջը խփել է հայի գլխին եւ խփում է հայի գլխին։ Դա հիմնավորում է իրեն նպատակը, որ սա էլ է տալու Ադրբեջանին։ Եվ տված է 350,000 ադրբեջանցիներ, եթե պետք է տեղակայվեն Հայաստանում, դա արդեն մեր ճակատագիրը որոշված է, որ մենք հայ կոչվելու իրավունք չունենք, ընդամենը 5-10 տարի հետո։ Մեր պետականությունն է, մեր ազգայինն է կորչում է։ Ես 20 թվականին, երբ որ պատերազմական գործողությունների մեջ էի, ես ազատված էի, որ բոլոր Եթե երկրում ռազմական դրություններ եւ քաղաքացիներ զորակոչվում հայրենիքի ծառայություն մատուցելու, պետք է որ ազատված լիներ ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պարտավորվածություններից։ Նիկոլ Փաշինյանը իրեն գործառույթը այդպես էլ չհասկացավ, թե ինչու է եկել իշխանության։ Հենց անձնապես իմ անձով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը զորակոչում է ինձ համար նախապատրաստել է նման զորակոչված քաղաքացիներից եւ նույն ժամանակ քաղաքացիական բանկային դատական ակտեր է իրականացնել սույն ժամանակների համար X գումարները դարձնելով XX գումարներ պարտավորեցրել է քաղաքացուն այդ ժամանակի համար քաղաքացու համար ինքը պատասխան չկրել Եվ այն դատական ակտերը, որոնք կարող էր քաղաքացին այդ ժամանակ տեղում լիներ եւ ծանուցվեր եւ վերաքննիչ դատարանում իրեն իրավունքը պահեր, այդ ժամանակը հատվածից էր քաղաքացու զրկել ինձ անմիջապես եւ 21 թվականին X գումարի պահանջով XX գումարներ դատական ակտով ինձանից գումար է պահանջել ես գրավոր անմիջապես հասարակագրել եմ ներկայիս չեմ էլ ուզում անունը տալ Նիկոլին, որ նման փաստ ես դու արձանագրել քու զորակոչված քաղաքացով պայմանավորված, ով է դրա տերը, եթե ես դասալիկ համարվեի ինտեղից կայի դատական նիստի մասնակցեի, այդ դեպքում ես դասալիկ կլինեի, դուք ուրեմն որպես պետական ղեկավար գերագույն հրամանատար, դուք եք ռազմական դրություն հայտարարել եւ ես պարտավոր եի զորակոչվելու Դուք իմ կողմից կատարված գործառույթ ես կատարել եմ օրինաչափ, իսկ դուք ձեր կողմից իմ անձով պայմանավորված զորակոչի մասով, դուք օրինաչափ գործառույթ չեք իրականացրել, իսկ ինքը ինչ է ինձ պատասխանել, ընդամենը գրառումներ,
գերատեսչ կառույցների, որտեղից գրառումների հետ պատասխաններ կառավարություն եւ գրառումներ գերատեսչ կառույցների։ Ինքը իմ նման զորակոչված տղերքին եւս այն գործառույթն է իրականացրել, որ ստիպված է սերգիրը լեկենք է սերգիրը։ Ես ինչի համար սա ասեցի խիստ անձնական իմ ունեցած խնդիրներից, որ եւս իր ծրագիրը կրված տղերքին հայաթափելն է սերգրից։ Սա ինքը թող լսի ինձ։ Սա թող լսի ինձ, ինքը անմիջապես իմ հանդիպումներն է լավ հիշում, եւ իմ անմիջական տված նամակներն է լավ հիշում։ Թող սա հիշի։ Թող իրավաբանական մասը մեր Հայաստանի Հանրապետության, չգիտեմ էլի ինչ որ բաներ կա, որ կարող են այս հարցի շրջանակներում հետևություն անել, թե քաղաքացու պահանջը կամ քաղաքացու գործառույթը իրավաչափ է թե ոչ, դա էլ թող արդեն որոշեն։